Բարև ձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինեն Ավասարդյանը, 18:00 դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է առաջին ատյանում դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը։ Ադրբեջանական ապագործակալության փոխանցմամբ գործը քննում է դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ գործող կազմը։ Հայ գերիներն ու պատանները, այդ թվում Արցախի ղեկավարները փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման դատապարտվեցին։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնի զավթման եւ այլ մեղադրանքներով։ Ռուբեն Վարդանյանը, որի գործն առանձին վարույթով է քննվել, հրաժարվել է բողոքարկել դատական ակտը։ Հայ գերիների շահերը ներկայացնող փաստաբան Սիրանույշ Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ Վարդանյանը չի ցանկանում ձևականորեն ներգրավել այդ գործընթացի մեջ, համարելով այն ֆարս։ Փաստաբանները պատրաստվում են հայ գերիների իրավունքների խախտումների հարցով դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սահակյանի խոսքով դրա համար անհրաժեշտ է, որ Բաքուն տրամադրի դատավճիռների ամբողջական տեքստերը, ոչ թե միայն դրանց քաղվածքները, ինչից առ այս պահը հրաժարվում է։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն կնոջ հետ ժամանել է Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Արարատ Միրզոյանը։ Միրզոյանն ու Ռուբիոն օդանավակայանում նախաստորագրեցին մի շարք փաստաթղթեր։ Դրանց թվում են Հայաստանի Հանրապետություն եւ ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը եւ Հայաստանի Հանրապետություն եւ ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Նախաստորագրվել է նաեւ Հայաստանի Հանրապետություն եւ ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի հազվագյուտ քանածոների արդյունահանման եւ մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակագիրը։ Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանել Նյու Դելիից։ Նախօրեին Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այցի ընթացքում մի քանի փաստաթուղթ է ստորագրվել ու դրանք շատ կարևոր որակելով, սակայն չէր նշել, թե ինչի մասին են դրանք։ Ավելի վաղ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սկսվելու են թրիփ նախագծի շինարարական աշխատանքները եւ որ Միացյալ Նահանգների հետ ստորագրվելու է նախագծի իրականացման վերջնական պայմանագիրը։ ԱՄՆ պետքարտուղարը Երևանում նաեւ չխուսափեց ԿՊ-ին աջակցող հայտարարություն անելուց։ Դուք վարչապետը Հայաստանյան ողջ թիմը ճանապարհ է քարտում դեպի ավելի պայծառ, ավելի անկախ ապագա Հայաստանի համար։ Մենք ուրախ ենք այստեղ մեր աջակցությունը հայտնել այս տեսլականին։ Հպարտ ենք, որ մասնիկ ենք այս ամենի եւ պատրաստ ենք միասին ավելին անել։ ԲՀԿ պատգամավորության տեխնացու Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նամակ է հղել Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից, ընդգծելով, որ քրեական գործը հարուցվել է Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով։ Հարուցված քրեական գործով նախատեսվում է ՑՄ ազատազրկում, պատերազմի եւ պարտություն բերած հազարավոր զոհերի եւ վիրավորների պատճառ դարձած Արցախի եւ Հայաստանի տարածքները հանձնած թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Փաստորեն դավաճանն ամենաբարձրն է գոռում, բռնեք դավաճանին։ Նիկոլի համար պետական դավաճան են նրանք, ովքեր դեմ են իր իշխանությանը։ Ինքը կցանկանար, որ բոլոր արցախցիները զոհված լինեին։ Այսինքն Փաշինյանը կուզենար, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զոհվեր կամ ՑՄ ազատազրկվեր, գրել է Թևանյանը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները միասնական ջանքերով պետք է վռնդեն Նիկոլ Փաշինյանին, ակտիվորեն մասնակցելով ընտրություններին։ Քաղաքական գործիչը կոչ է արել հավաքական ընդդիմությանը գլխավոր իշխանափոխության եւ հայկական իշխանության ձևավորման հարցում լինել միասնական։ Մայր Հայաստանը նամակը հրապարակելիս շեշտել է նաեւ, որ օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Արարատ Միրզոյանը վստահեցրել է, որ թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստան Միացյալ Նահանգների միջպետական պայմանագրի ստորագրումը որոշ տեխնիկական ընթացակարգերի իրականացումից հետո արագ տեղի կունենա։ Հայաստանն ըստ Միրզոյանի այս պահին ունի իսկապես պատմական հնարավորություն հայտնվել նոր մատակարարման ճանապարհներին, դառնալ լոգիստիկ ուղիների կարևորագույն օղակներից մեկը։ Եվ քայլերն ուղղված են դրան, որպեսզի ապահովեն Հայաստանի շատ կարևոր դերն այս նոր աշխարհում, ասել է նա համատեղ ասուլիսի ժամանակ։ Միրզոյանը վստահեցրեց թրիփ նախագծի վերաբերյալ համաձայնագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, սակայն կան տեխնիկական ընթացակարգեր, որոնք պետք է երկրներում անցնեն։ Կարծում եմ շաբաթների ընթացքում մենք կունենանք ստորագրում։ Դրանից հետո ենթադրում եմ մի փոքր ավելի փաստաթղթերի աստիճանակարգության մեջ ավելի նվազ կարևոր, բայց շատ ավելի անհրաժեշտ փաստաթղթեր կան, որոնք դեռ կարիք ունեն, օրինակ
թրիփ ընկերության կողմնակարգությունը, երբ որ դրանք էլ կլինեն, հուսով եմ, որ մոտ ապագայում արդեն գետնի վրա աշխատանքներ կտեսնենք։ Անդրադառնալով թրիփ իրագործման համար երրորդ երկրների հնարավոր ներգրավման մասին հարցին, նա ընդգծեց. կան տարբեր երկրներ, ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել թրիփ նախագծի տարբեր դրսևորումների նկատմամբ այս կամ այն բաղադրիչի կամ կտորի մասով, լինի դա շինարարություն, ապրանքների մատակարարում, համակարգչային ծրագրերը, որոնցով պետք է համակարգի կառավարում լինի, մենք մտքերի փոխանակություն ենք ունեցել մի շարք գործընկերների հետ, բայց չէի ուզի այս պահին անուններ տալ։ Հարցին Front Office-ի գործառույթը կարող է երրորդ երկրի պատվիրակվել կամ որևէ երկրի հետ պայմանավորվածություն, Միրզոյանը պատասխանեց, որ նման պայմանավորվածություններ չկան։ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գլխավորած Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը որոշում է կայացրել ինքնաբացարկ հայտնել ԱԺ հերթական ընտրություններին մասնակցությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հայտնել է, որ ԿՀ մայիսի 26-ի արտահերթ նիստին ներկա են եղել նաև Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության լիազոր ներկայացուցիչները, որոնք հաստատել են, որ իրենց քաղաքական ուժի մշտապես գործող մարմինը նման որոշում է կայացրել։ Այսպիսով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը կորցրած է ճանաչել ըստ այդմ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի եւ ընտրություններին կմասնակցի ոչ թե 19 քաղաքական ուժ, այլ 18։ Ավելի վաղ ԿՀ-ն մերժել էր կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու։ Ըստ հիմնավորման նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել եւ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում։ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում 6-ից 7 երկրից։ Նրա խոսքով մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսին ներկայացվելու են ժամանակակից օտարերկրյա արտադրության զինատեսակներ, կարևոր է, որ զենքի ձեռքբերման աղբյուրները դիվերսիֆիկացրել ենք, ասել է վարչապետը։ Փաշինյանի խոսքով մայիսի 28-ին կներկայացվեն նաև հայկական արտադրության զինատեսակները, հրազդանում էլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտունակությանը եւ հայտարարել, որ բանակը պետության առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղության համար։ Մենք պատրաստվում ենք խաղաղության, որովհետև հասկանում ենք, որ ուժեղ եւ պաշտպանունակ բանակը շատ կարեւոր է խաղաղության համար։ Ուժեղ եւ պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար։ Բանակի խնդիրը պետք է լինի Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունը, ասել է նա։ Նշենք, որ մինչ օրս պաշտոնապես հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը զինտեխնիկա է ձեռք բերել Բելգիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից եւ Ռուսաստանից։ Այսօր մայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 10:20-ի սահմաններում Զովունի գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են 28-ամյա Սերժիկ Բ-ի վարած Տեսլա Մագնիշի եւ 69-ամյա Աշոտ Ս-ի վարած Volkswagen Vento Մագնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական բարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։